Ժողովուրդ ջան, այսօր հիշելու ենք մեր մանկությունը, թե մեր ծնողների ինչ ձև են հույր ընդունե։ Ասեմ, որ շատ հեշտ բաղադրատոմսեր ենք պատրաստելու, հիմա մեր օպերատորը կներկայացնի։ Լինելու է խոզի միս, խորոված ենք անելու ջեռոցի մեջ։ Լինելու է տաք հաց եւ պատրաստելու ենք հետաքրիր աղցաններ։ Ժողովուրդ ջան, այնպես որ շատ հետաքրիր բաղադրատոմսեր է ձեզ սպասում, գնացինք պատրաստելու։ Ժողովուրդ ջան, ամեն առաջինը սկսում ենք հաց թխելուց։ Ուրեմն հիմա ցույց կտամ, մենք զառանի արդեն խմորը պատրաստել ենք։ Ուրեմն բաղադրատոմսը անպայման կգրենք, ի ձև ենք խմորը պատրաստել։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք ձեթը, այսպես մի հատ ձեռների վրա։ Մի քիչ ձեթ ենք ավելացնում, որ կարողանանք խմորի հետ աշխատենք։ Ինչ ենք անում։ Բաժանում ենք երկու մասի։ Հիմա կխնդրենք պրոթվինը կփոխանցեն։ Այսպես գունդ ենք անում, յան։ Այսպես սիրուն վերցնում ենք ժողովուրդ ջան եւ տեղադրում ենք թավայի մեջ։ Թողում ենք, որ ինքը հասունանա։ Հիմա հաջորդ թավան ինձ կփոխանցեն եւ երկրորդը։ Այսպես սիրուն Всё, պատրաստ է, ժողովուրդ ջան, մինչև մեր խմորը հասունանա, մեզի հարկավոր է կտրատենք խոզի մատերը։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, սկսում ենք կտրատել մեր խոզի մատերը։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Սիրուն Այսպես սիրուն վերցնում ենք ժողովուրդ ջան։ Այսպես պետք է որ մատերը այսպես ակուրատնի, հեմեք։ Այսպես կտորներով ենք պատրաստելու, լստեն եք ժողովուրդ ջան։ Չհավվեսին կտորներ են։ Ճիշտն ասած մեր կանալում կա խոզի մատերը ես պատրաստում եմ ամբողջական, բայց պետքա որ մեր մանկությունը հիշենք, համար փորձեցի այս տարբերակը անպայման պատրաստել, լստեն եք այս գեղեցկությունը։ Բա ոնց կարա էսի մարդ պատրաստի ու ի ընտանիքի հետ չվայելի էս ամեն ինչը։ Այսպես սիրուն տեղադրում ենք։ Ասեմ, որ շատ համեղություն է ստացում ու շատ հեշտ բաղադրատոմսով ենք պատրաստելու, ոչ մի լիշնի բաղադրիչ չենք օգտագործելու, ոնց որ մեր ծնողները են թվականներին պատրաստել են, այդ բաղադրատոմսով պետքա պատրաստեմ։ Ես որ կխնդրեմ ամբողջական վիդեոն դիտեք ու ձեր ացենկան անպայման տվեք։ Ինչ ձև եմ պատրաստ է։ Այսպես Հիմա ես ամբողջական միսը կտրատեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Մեր օպերատորը հեսա կներկայացնի ինչ գեղեցկություն է մեր մոտ ստացվե։ Եվ վերջինը։ Հիմա ժողովուրդ ջան, լստենայք էս կտորները հավվեսին, այսպես հավվեսին տեղադրում ենք։ Որ ասում եմ, վայ չուտողին։ Այսպես սիրուն տեղադրում ենք ժողովուրդ ջան։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում ենք մեր պրոթվինը, այսպես ակուրատնի։ Ամենաառաջինը ավելացնում ենք աղ։ Այսպես մի հատ սիրուն մեր մատերը տեղադրում ենք։ Լստենայք ժողովուրդ ջան։ Ինչ հավվեսին մեր մոտ խորոված է ստացվելու։ Որ ասում եմ, վայ չուտողին։ Եվ վերջինը։
Մեկ սիրուն տեղադրեցինք, այսպես։ Հիմա հաջորդ մեր քայլը։ Նորից էլի աղ ենք ավելացնում։ Կարմիր բիբար։ Սև բիբար ենք ավելացնում։ Բավական է։ Եվ ավելացնում ենք մեր հայկական ռեհան, որը շատ կարևոր բան է ժողովուրդ ջան։ Այսինքն սիրուն ձեռքով։ Այսպես մանրացնում ենք ու ավելացնում ենք։ Որը ես հիշում եմ իմ հայրիկը ոնց է պատրաստել։ Մի քիչ է կարելի ավելացնել։ Եվ ժողովուրդ ջան, նույն process-ը կատարում ենք հակառակ կողմը։ Գնացինք։ Այսպես տնավարի ավելացնելուց հետո ժողովուրդ ջան, ինչա հարկավոր։ Վերցնում ենք այսպես տնավարի, որ մեր պապիկներն ու հայրիկները այսպես սիրուն տնավարի աշխատանքներ են կատարել։ Հələ հոտի մասին չեմ ասում ժողովուրդ ջան։ Հələ տնեք ինչ հավեսի կտորներ ա մեր մոտ ստացվել։ Սենց հավեսին յան լավ խառնում ենք, պետք է որ այս ձեռքով ամեն ինչը խառնենք, որ մեր համեմունքները լավ կպնի։ Խառնելուց հետո ժողովուրդ ջան, ինչ ենք անում։ Վերցնում ենք սոխ, ուրեմն զառան ես արդեն սոխը կտրատել եմ, այսենց սիրուն սոխը, այսենց ավելացնում ենք այսպես ճզմելով, նայում եք, այսենց ակուրատնի պետքա լստենեք ժողովուրդ ջան, ինչա մեր մոտ ստացվելու, ինչ համեղություն ա մեր մոտ ստացվելու։ Նայեք են սովետական վախտերը, որ մեր հայրիկներ ու պապիկները պատրաստել են ժողովուրդ ջան, այդ նույն համու հոտը արդեն գալիս է։ Այսպես սոխը ճզմելու վաղտ այսպես պետքա ձեռքերով, այսպես սիրունյան։ Լստենեք ժողովուրդ ջան, արդեն ինքը իա տեսքից էլ երևում է, որ ինքը շատ համեղ է մեր մոտ ստացվելու։ Այսպես սոխը ավելացնում ենք։ Այսպես լավ խառնելուց հետո ժողովուրդ ջան, ինչ ենք անում, վերցնում ենք ամանը, այսպես ամանի մեր սիրուն յան տեղադրում ենք, այսպես, լստենեք, ակուրատնի յան տեղադրում ենք ամանի մեջ, որ մեր մոտ շատ գեղեցիկ ստացվի։ Ժողովուրդ ջան, այսպես միսը տեղադրելուց հետո պետքա որ այս սոխը, այս նայում եք, կհիշեք, որ մեր հայրիկներն ու պապիկները պատրաստում են, անպայման ցենց սիրուն շերտ յան հավաքում էին։ Այսպես սիրուն պետքա այսպես տեղադրենք ամանի մեջ։ Լստենեք։ Գեղեցիկ ա մեր մոտ ստացվել։ Եվ վերջում ժողովուրդ ջան, այսպես վերցնում ենք սոխը, այսպես տնավարի, ու պետքա որ այսպես ակուրատնի, հիմա բոլորը ընձի կհասկանան, այս ձև են որ պատրաստում առաջից, սոխը վերջում այսպես սիրուն ճզմում են, ու այս ձևի գոյնը պետքա թողենք ժողովուրդ ջան, 1 ժամ գոյնը մնա,
որի մեր միսը լավ մարինացվի։ Ուրեմն կմիանանք ձեզ հացը պատրաստելու ժամանակ։ Գնացինք։ Ուրեմն մեր խմորը արդեն հասունացել է։ Հիմա ցույց կտամ ոնց ենք պատրաստում մատնաքաշները, մեր հին մատնաքաշները, ժողովուրդ ջան։ Ձեռքերը խոնավացնում ենք։ Ու հիմա ցույց կտամ ինչ ձև ենք մատնաքաշները պատրաստելու։ Այսենց ենք անում յան, այսպես բացում ենք եւ ձեռքով պետքա այսենց 3 անգամ յան։ Պետքա պրոստը մի քիչ խոնավացվի։ Այսպես։ Մեր խմորը արդեն պատրաստ է, մենք մատնաքաշի տեսքը արդեն ստացել ենք։ Ժողովուրդ ջան, 5 րոպե թողում ենք խմորը, որ լավ հանգստանա, 5 րոպեից հետո մենք տեղափոխում ենք ջեռոց։ Ջեռոցը ուրեմն զարանի միացրել ենք 170 աստիճան։ Եփվելու է 25-ից 30 րոպե։ Այդ ընթացքում կցույց տանք, թե ինչ ենք անելու։ Գնացինք։ Տեղադրում ենք ջեռոցի մեջ։ Ժողովուրդ ջան, մեր հացը մինչև թխվի, հիմա ցույց կտամ մեր խորովածը ինչ հավվեսին մարինացվել արդեն հոտի մասին էլ չեմ ասում, ժողովուրդ ջան։ Հիմա հերթականությունը ցույց կտամ ինչ ենք անելու։ Կարտոֆիլը ես արդեն զառանի մաքրել եմ։ Հիմա պետք է որ մենք կարտոֆիլը կտրատենք։ Ինչ ձև ենք կտրատում, այսպես մեջտեղից երկու մասի ենք բաժանում։ Այս ձև, ժողովուրդ ջան։ Հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Սարդ կարտոֆիլ է։ Ավելացնում ենք կարմիր բիբար։ Սև բիբար։ Եվ մի փոքր ժողովուրդ ջան հայկական ռեան ենք ավելացնում արոմատի համար։ Այսպես տնավարի խառնում ենք ժողովուրդ ջան, նայում եք։ Այսպես հավվեսին։ Նայում եք, ինչ գեղեցկություն է մեր մոտ ստացվել։ Մեր կարտոֆիլը արդեն պատրաստ է։ Հիմա հաջորդ քայլը ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում ենք պրոթվինը, զառանի մեկ արդեն պերգամենտ ենք կտրատել տեղադրել ենք։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Ուրեմն մեր մարինացած միսը, ժողովուրդ ջան, հիմա հոտի մասին էլ չեմ ասում, այն լրիվ հիշում եմ իմ ձեստվան, ինչ ձևի համեր գալի, որ իմ հայրիկը ու իմ պապիկը պատրաստում էին։ Ինչ ենք անում, ժողովուրդ ջան, վերցնում ենք միսը, այսպես ակուրատնի տեղադրում ենք պրոթվինի մեջ։ Պետքա որ վրի սոխը մաքրենք, այսպես ակուրատնի։ Ակուրատնի տեղադրում ենք կարտոֆիլը, պետքա որ այսպես արանքները։ Նայեք։ Այսպես։ Հիմա հաջորդը։ Այսպես ակուրատնի պետքա աշխատենք։ Լստեն այդ գեղեցկությունը։ Այսպես ակուրատնի ժողովուրդ ջան։ Հələ այս գեղեցկությանը նայեք։ Բա ոնց էսի մարդ չպատրաստի ու իր ընտանիքի հետ չվայելի։ Հիմա այս ամբողջական տեղադրեմ պրոթվինի մեջ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Եվ վերջինը ժողովուրդ ջան։ Ինչ գեղեցիկ տեսք ենք ստացել, ինչ համեղություն է, այն որ ասում են հոտի մասին էլ չեմ ասում, ժողովուրդ ջան։ Ուրեմն ժողովուրդ ջան, հաջորդ մեր քայլը ձեզի ցույց կտամ ինչ ենք անելու։ Հիմա ուղարկում ենք ջեռոց 170 աստիճանի տակ է եփվելու ժամ ու կես։ Ուրեմն այդ ընթացքում մինչև ջեռոցը տեղադրելը հիմա ցույց կտանք ինչ ձևի մատնաքաշները մեր մոտ ստացվել։ Լստենայեք ժողովուրդ ջան, այս մատնաքաշները։ Լստենայեք այս գեղեցկությունը։ Այն մեր մանկության մատնաքաշներն են, հիշում եք, չէ՞ ժողովուրդ ջան, լստենայեք։ Նայում եք ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Կմիանանք ձեզ աղցան պատրաստելու ժամանակ։ Գնացինք, տեղադրում ենք ջեռոց։ Ժողովուրդ ջան, սկսում ենք պատրաստել կաղամբով աղցանը։ Հիմա ցույց կտամ մեր ձեստվայի համն ու հոտը։ Ինչ ենք անում, ժողովուրդ ջան, ուրեմն։ Պետք է որ այսպես սիրուն յան։
Այսինքն սիրուն պետք է իան կտրատենք։ Հիմա կտրատեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Եվ վերջ, ժողովուրդ ջան։ Ինչա մեզի հարկավոր։ Վերցնում ենք ամանը, այսինքն սիրուն տեղադրում ենք ափսեի մեջ։ Եվ վերջ, ժողովուրդ ջան։ Հիմա ցույց տամ հաջորդ մեր քայլը ինչ ենք անելու։ Ուրեմն վերցնում ենք քերիչը, պետքա քերիչով անցկացնենք գազարը։ Եվ վերջ։ Այսինքն ակուրատնի վերցնում ենք, ժողովուրդ ջան, եւ տեղադրում ենք մեր ափսեի մեջ։ Գազարը ավելացնելուց հետո, ժողովուրդ ջան, մեզի հարկավոր է 1 պճեղ սխտոր անհրաժեշտ։ Այսպես կտրատենք, որ կարողանանք սիրուն ավելացնում ենք։ Մեր աղցանի վրա։ Սխտոր ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է կանաչի, համեմ եւ սամիտ։ Եվ պետքա որ մանդր յան կտրատենք։ Всё, պատրաստ է։ Այսինքն ակուրատնի տեղադրում ենք մեր սալաթի վրա։ Կանանչին ավելացնելուց հետո հիմա ցույց կտամ ինչ ենք անելու, ժողովուրդ ջան։ Ավելացնում ենք աղ, եւ սև բիբար։ Ավելացնում ենք լիմոնի աղ։ Եվ վերջում ավելացնում ենք տոմատով։ Քանի որ մենք տոմատ սիրում ենք, դրա համար տոմատ ենք ավելացնում։ Դուք կարաք չավելացնեք, ժողովուրդ ջան, եթե չեք սիրում։ Տոմատը ավելացնելուց հետո ավելացնում ենք ձեթ։ Ժողովուրդ ջան, մեր աղցանը արդեն պատրաստ է, հիմա մեզ պետք է որ մենք տնավարի իրան խառնենք։ Ամեն ինչը այսպես խառնվի, այն մեր ձեստվայի աղցանը մեր մոտ ստացվի։ Այսպես պետք է որ հավեսին իրան խառնենք։ Ժողովուրդ ջան, մեր աղցանը արդեն պատրաստ է, հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Նայեք, ինչ հավեսին աղցանա մեր մոտ ստացվել։ Ուրեմն հաջորդ մեր քայլը։ Մեզի պետք է մենք աղցան պատրաստենք բանջարեղենները։ Ուրեմն բանջարեղենները մաքրեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստել մեր բանջարեղեններով աղցանը։ Ամենաառաջինը մեզի պետք է պոմիդորները մեջտեղից այսպես երկու մաս ենք բաժանում եւ տեղադրում ենք ափսեի մեջը։ Ասեմ, որ ժողովուրդ ջան, շատ համեղ աղցան է ստացվում։ Նայած որ փորձեք ու չեք մոռանում կոմենտարյաների մեջը։ Պետք է անպայման գրեք, փորձել եք ինձ ձևա ձեր մոտ ստացվել։ Ու չեք մոռանում, որ պետք է անպայման լավ տրամադրությունով պատրաստեք, որ ձեր մոտ ավելի լավ ստացի, ժողովուրդ ջան։ Ու համոզված եմ, որ պատրաստեք մեզ մոտից լավա ձեր մոտ ստացվելու։ Հիմա այս ամբողջական պոմիդորները կտրատեմ եւ ձեզ միանամ։ Պոմիդորները ամբողջական կտրատեցի, ժողովուրդ ջան։ Այսինքն սիրուն տեղադրում ենք ափսեի մեջ։
Հաջորդ մեր քայլը մեզի հարկավոր է կտրատենք բանջարեղեններից վարունգ։ Այսինքն սիրուն ժողովուրդ ջան վերցնում ենք, այսինքն սիրուն կտրատում ենք։ Եվ վերջում այսինքն ակուրատնի պետքա տեղադրենք մեր ափսեի մեջ։ Ուրեմն հաջորդ մեզի հարկավոր է կտրատենք բալգարսկի պերեսները։ Ինչ ձև է պետք կտրատել, ուրեմն զարանի մենք արդեն մաքրել ենք ժողովուրդ ջան, վերցնում ենք այսինքն։ Պետքա որ այսպես բարակ յան այսպես եւ վերջ։ Նորից տեղադրում ենք մեր ափսեի մեջ։ Հաջորդը կտրատում ենք սոխը։ Սոխը վերցնում ենք այսինքն ժողովուրդ ջան։ Եվ տեղադրում ենք ափսեի մեջ։ Ասեք, որ մեր մանկության ամենահամեղ աղցանն է։ Հաջորդ մեր քայլը ժողովուրդ ջան, ուրեմն ինչա մեզի հարկավոր։ Կանանչի ենք վերցնում, համեմ եւ սամիտ։ Այսպես պետքա որ յան կտրատենք։ Всё, պատրաստ է։ Ուրեմն ժողովուրդ ջան, ավելացնում ենք, այսինքն սիրուն կանանչին մեր աղցանի վրա։ Ասեք, որ համեղություն է։ Սպասում եմ, որ անպայման կոմենտարիաների մեջ գրեք ժողովուրդ ջան։ Ուրեմն հաջորդ մեր քայլը։ Ուրեմն ավելացնում ենք աղ։ Աղը ավելացնելուց հետո ժողովուրդ ջան, անհրաժեշտ է այսպես մեր տնավարի յան խառնում ենք, հլստե նայեք ժողովուրդ ջան։ Հիմա կխնդրեմ կոմենտարիաների մեջ գրեք, որ մեր ձեստվայի սալատնա, որ մեր մայրիկները պատրաստել են, մենք էլ հավեսին ժողովուրդ ջան վայելել ենք, հլստե նայեք։ Բայց ոնց կարա մարդ չպատրաստի ու յան տանիքի չվայելի։ Ժողովուրդ ջան, всё, մեր աղցանը պատրաստ է, մեր համեղությունը պատրաստ է, մի հատ կփորձեմ ու կլնեմ ձեր հետ շատ անկեղծ։ Հավատացեք, հիշա իմ ձեստվան։ Հաջորդ մեր քայլը։ Մեր աղցանները արդեն պատրաստ են, հիմա ցույց կտամ ժողովուրդ ջան։ Երկու տարբերակները։ Ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորը կներկայացնի մեր աղցանները ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Հիմա գիտեք ինչ ենք պատրաստելու։ Հիմա բոլորը տնձիկ հասկանաք։ Պատրաստել ենք մեր ձեստվայի սոուսը, որ մեր մայրիկները խորովածի վաղ պատրաստել են տոմատն ու սոխը։ Գնացինք պատրաստելու։ Ժողովուրդ ջան, սկսում ենք պատրաստել սոուսը։ Հիմա մենք ցույց կտանք ձեզի։ Զարան ես արդեն սոխը ու կանանչին կտրատել եմ։ Հիմա ցույց կտամ մեր ձեստվայի սոուսը ոնց են մեր մայրիկները պատրաստել։ Ուրեմն ժողովուրդ ջան, ինչ ենք անում։ Վերցնում ենք կանանչին, ավելացնում ենք տոմատի մածուկի վրա եւ ավելացնում ենք սոխը։ Հիմա այսպես կանեմ, որ մի քիչ ակուրատնի լինի։ Սոխը ավելացնելուց հետո ժողովուրդ ջան, ավելացնում ենք աղ, եւ ավելացնում ենք ջուր։ Եվ պետքա ժողովուրդ ջան, այսպես մեր ոնց որ մեր ծնողներն ու տատիկ պապիկներն են պատրաստել, այսպես հավեսին իհա խառնում ենք։ Հլստե նայեք։ Ասեք, որ այդ սոուսն է ժողովուրդ ջան։ Որ պաստայանի մենք խորոված պատրաստելու ժամանակ այս սոուսը անպայման պատրաստում էին։ Հլստե նայեք։ Ասեք, որ այդ սոուսն է։ Всё, մեր սոուսը պատրաստ է։ Ուրեմն կմիանանք ձեզ մեր միսը եփելուց հետո։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա հատիկ մեր օպերատորը ձեզի ցույց կտա այս գեղեցկությանը, նայեք, ինչ ձևա մեր մոտ ստացվել։
Մեր մայրիկների, տատիկների պատրաստած սոուսը ժողովուրդ ջան, լստե նայեք։ Հիմա ցույց կտամ ժողովուրդ ջան, մեր ձեստվայի աղցանը, լստե նայեք, կաղամբով։ Եվ ցույց եմ տալի բանջարեղեններով, որը պաստայանի ժողովուրդ ջան, ինչքան հույր գամ, պետք է այս ամեն ինչը սեղանին լիներ։ Հիմա այս սիրուն սեղանը գցեմ եւ ձեզ միանամ ու այս հրաշք ուտելիքները ձեզի ցույց տամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա ձեզ ցույց ենք տալու մեր ձեստվայի ոնց են մեր ծնողները սեղան պատրաստել։ Հեսա մեր օպերատորը ասես մոտիկից մանրակրկից սաղ ցույց կտա, հիմա հերթականությունը կներկայացնեմ։ Ժողովուրդ ջան, կաղամբով սալատնա, որ անպայման պետքա պատրաստեին մեր ծնողները։ Հələ նայեք ժողովուրդ ջան, այս սոուսը, որը որ խորոված է, անպայման պետքա պատրաստեին, որ մենք այս սոուսով խորոված ուտեինք։ Էլ այս խորովածի մասին էլ չեմ ասում, ժողովուրդ ջան, լստե նայեք հələ։ Էսի բա ոնց կարա մարդ չպատրաստի, լստե նայեք, ու չվայելի։ Հաջորդը, ուրեմն բանջարեղեններով սալատը ժողովուրդ ջան։ Ինձ թվում է բոլորդ է կհիշեք ոնց էին պատրաստում։ Դե ժողովուրդ ջան, հացի մասին էլ չեմ ասում։ Հələ այս մեր մատնակաշը նայեք, ինչ ձևի մատնակաշներ են։ Պատրաստ է։ Այս լրիվ ուրիշ հրաշք է։ Պետք է անպայման էսի տեսնեք ոնց են պատրաստում ու վայելեք։ Հիմա ինչ ենք անում ժողովուրդ ջան, եկավ իմ ամենասիրած պահը։ Մատնաքաշը երբեք պետք չի դանակով կտրել, պետքա որ ձեռքով։ Այն մենք ձեստվայում ոնց են կերեմ։ Այդ նույն ձևից էս բռնում ենք ժողովուրդ ջան առնելու վախտը։ Մինչև հասնում ենք տուն, պետք է այս վերևի մասից անպայման ուտենք։ Ինչ ենք անում, ասես վերցնում ենք, այսինքն սիրուն բացում ենք մատնաքաշի մեջ, ժողովուրդ ջան։ Վերցնում ենք մեր միսը, ել դե մսի մասին չեմ ասում, լսես, ոնց կարա մարդ նայեք ոսկորը ժողովուրդ ջան։ Տեսակ։ Այսինքն հավեսին յան պատրաստում ենք։ Այսինքն սիրուն տեղադրում ենք մատնակաշի մեջ։ Այսինքն հավեսին։ Ինչ ենք անում։ Վերցում ենք կծու բիբարը ժողովուրդ ջան, որը որ բոլորդ է կհիշեք։ Մեր ծնողները անպայման փորձում են խորոված ուտելուց։ Նա այսպես կծում ենք։ Վերցնում ենք մեր մայրիկների պատրաստած սոուսը, այսինքն սիրուն ավելացնում ենք մսի վրա։ Հիմա ժողովուրդ ջան, ցույց կտամ ինչ ենք անելու։ Ու հավեսին վայելում ենք։ Հավատացեք, ես իմ ջեստվան հիշեցի ժողովուրդ ջան։ Ու կխնդրեմ բոլորդ է պատրաստեք, որ ձեր ձեստվան հիշեք, բայց պիտի մի հատ է փորձեմ։ Պես ինչ համեղություն է ժողովուրդ ջան, դու չեք պատկերացնում։ Դե աղցանների մասին էլ չեմ ասում ժողովուրդ ջան։ Այս աղցանները մեր էլի ձեստվան, հա։ Որ կաղամբով աղցան, դա անհնար է, պիտի պատրաստեն։ Լրիվ համեղություն։ Ժողովուրդ ջան, չեմ անում, որը ուտեմ, ճիշտն ասած։ Էս էլ են աղցանն է ժողովուրդ ջան, որը որ չեմ անում։ Կաղամբովը որ չներ, այս աղցանը անպայման պիտի պատրաստվեր։ Լստե նայեք ժողովուրդ ջան, էսի բա ոնց է։ Ոչ մի լիշնի բան այս աղցանի մեջ չկա։ Ոնց որ մեր ծնողները պատրաստում են, այդ նույն տարբերակով էլ ես եմ պատրաստել։ Լրիվ համեղություն։ Հիմա մի հատ է գիտեք ինչ եմ անում ժողովուրդ ջան, էլի էս կծու բիբարը։ Հիմա տես մատերը լստե նայեք հələ։ Այս ինչ ուժեղ մռու է ժողովուրդ ջան։ Շատ մռու է։ Վայ չուտողն ժողովուրդ ջան։
Մարինացված բանջարեղենները դել չեմ ասում ժողովուրդ ջան, լստենեք։ Տնական մեր պատրաստած Ջուլիանա պատրաստ է, լստենեք։ Լրիվ ինքնա։ Դե կարտոֆիլը չէին կարա չփորձենք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ամեն վիդեոների վերջին նույն բանն եմ էլի կրկնում։ Էս իմ ամենասիրած պահն է, որ այսենց ընտանիքով չարչարվում ենք, այս մեր ընտանեկան պատրաստած ուտելիքներով վերջում նստում ենք, համեղությունը վայելում ենք, վայելում։ Դե գնացինք վայելելու։